Մի օր ինձ կյանքն ասաց, որ սիրահարվել է ինձ։ Իսկ ես նրան պատմեցի, որ ինձ երկինքն է սազում։ Ով է Մելանիա Բաբայանը մարդկանց համար։ Ոչ ոք։ Ես չունեմ ցանկություն դիրքավորվելու։ Ես ունեմ ցանկություն զրոյանալու։ Ազատությունը այն երևույթն է, որի համար ես ամենաթանկն եմ վճարել։ Գրեթե օդին հավասար երևույթ է։ Դու ինչպիսի ճանապարհ ունեցար Մենաստանում։ Մենաստանը եղավ այն վայրը, որտեղ ես հանդիպեցի ինքս ինձ։ Ես ունեցա խիզախություն այլևս անցնել միայն իմ սրտի դաշտ։ Իմ բարձրակրունկների ձայնից մարդիկ ճանաչում էին, որ ես գալիս եմ։ Որտեղ որ ես եմ հիմա, այնտեղ ես ազատ եմ։ Ու ցանկանում եմ ճախրել, խոսել, շարունակել, արարել։ Պետք է բաց թողնել ամեն ինչ ու թույլ տալ, որ աշխարհը ինքը ուղղակի նվիրի քեզ։ Ես այս ճանապարհը չի անցնի, եթե չուզենայի իմ երեխաներին ժառանգել երջանկություն, սեր եւ խաղաղություն։ Ընկերների համար պետք է անել ամեն ինչ, եթե ամեն ինչ փոխադարձ չի, ապա դա ընկերություն չէ։ Մենք ոչ մեկս իրավունք չունենք ինքնուրույն որոշում կայացնել, որևէ մեկի կյանքը ավելի լավը կամ ավելի վատը դարձնել։ Իմ երեխաները նույնպես պիտի անցնեն այդ դժվարությունների միջով եւ ես պետք է այնքան իմաստուն գտնվեմ, որ նրանց չխանգարեմ դրա միջով անցնել։ Բարի գալուս տրանսֆորմացիայի գրադարան։ Այս հարթակը ստեղծվել է մեկ կարևոր նպատակի համար՝ համախմբելու մարդկանց, ովքեր իրենց կյանքի փորձով, սեփական ճանապարհով ցանկություն են ունենալու կիսվել ձեզ հետ իրենց սեփական գիտելիքներով։ Այսօր ինձ հետ է մեկ մարդ, ով անցել է իր սեփական կյանքի փոխակերպման ճանապարհը, տարիներ շարունակ ուսումնասիրել է ինքնաճանաչման ճանապարհը եւ այսօր իր սեփական փորձով կիսվում է հազարավոր մարդկանց հետ։ Բայց մինչ մեր հյուրին ներկայացնելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը Մոմելինին։ Մոմելինը ստեղծում է յուրահատուկ մոմեր եւ արոմապրոդուկտներ, որոնք լրացնում են տարածքը ջերմությամբ, հարմարավետությամբ եւ առանձնահատուկ տրամադրությամբ։ Մոմելինի բոլոր պրոդուկտները պատրաստված են էկոլոգիապես մաքուր եւ անվտանգ հումքից, հաճույք եւ այլ պարգևելու համար։ Մոմելինի հարմարավետ եւ ոգեշնչող ստուդիայում անցկացվում է մոմերի պատրաստման վարպետաց դասեր, անհատական, ծննդյան միջոցառումներ, կորպորատիվ հանդիպումներ։ Իսկ եթե սիրում եք առանձնանալ, Մոմելինը սիրով կընդունի անհատական եւ բրենդավորված մոմերի պատվերներ։ Իսկ հիմա սիրով ցանկանում եմ ձեզ ներկայացնել մեր հյուրին, Zen Master MBM Creating Lab-ի հիմնադիր Մելանիա Բաբայանին։ Մելանիա, բարի գալուստ, իմ գեղեցիկ տաղավար, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն, ես էլ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Սա առաջի դեպքն է, որ ինձ ներկայացնում են որպես Zen Master, ու ես էլ sense հուզված լսում եմ, մտածում եմ ուր հասավ իմ կյանքը։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ շատ։ Նմանապես, իմ ամենաառաջի հարցը, որը ցանկանում եմ քեզ տալ, Մելանիա ջան, եթե դու այսօր մեկ բառով ցանկանաս քեզ ներկայացնել առանց որևիցե մի տիտղոսների, ինչ ձև, ինչ կերպ քեզ կներկայացնես, ով է Մելանիա Բաբայանը մարդկանց համար։ Ոչ ոք։ Այսինքն ավելի ոչ ոք։ Ինչպես մարդիկ քեզ ավելի ընդունեն, ճանաչեն եւ հասկանան, թե ով է իրենց առջև կանգնած։ 40 տարիների ընթացքում Մելանիան շատ կյանքեր ունի ապրած, բայց արդյունքում իմ ցանկությունը, իմ որոշումն այն է, որ մարդիկ չընդունեն ինձ։ Ես չունեմ ցանկություն դիրքավորվելու։ Ես ունեմ ցանկություն զրոյանալու։ Այն է, ամեն ինչ բաց թողնելու, ակնկալիք չունենալու, ազատ լինելու։ Այն շատ հետաքրքիր բառեր հնչեցին, որտեղ որ դու ասեցիր ազատ լինելու, հա, ակնկալիք չունենալու։ Ինչպես այդ երկու բառերը իրար հետ ընկերություն են անում եւ ինչպես դու եկար այդ կետին, որտեղ որ կարողանում ես այդ ամեն ինչը ոչ թե ասել, այլ զգալ եւ իսկապես կյանքի ես կոչել այդ ամեն ինչը, որ ներկայային ասեցիր։ Ազատություն եւ ակնկալիք չունենալ։ Դրանք զուգահեռ երևույթներ են իրար, լրացնում են մեկը մյուսին եւ ազատությունը այն երևույթն է, որի համար ես ամենաթանկն եմ վճարել։ Եվ ինձ համար ամենաթանկ երևույթն է,
ինձ համար գրեթե օդին հավասար երևույթ է։ Ես առանց ազատության չեմ կարողանում շնչել։ Երբ որ ես ճանաչեցի ինձ, հանդիպեցի ինձ, որոշեցի հանել իմ դիմակները ինքս ինձ համար, տեսնել ով եմ ես այնտեղ տեսա ազատություն։ Եվ ընդունեցի ինձ այնպիսին, ինչպիսին կամ, որոշեցի տալ իմ հոգուն իր տենչանքը, ազատությունը։ Եվ դրա համար շատ թանկ վճարեցի։ Շատ բաներից հրաժարվեցի, որպեսզի կարողանամ ունենալ ազատություն։ Իսկ դրան զուգահեռ սովորեցի բաց թողնել ամեն ինչ, չունենալ ակնկալիքներ, որովհետև որոշեցի, որ ես աշխարհ եմ եկել երջանիկ ապրելու համար, ուսումնասիրեցի երջանկության փիլիսոփայությունը, շատ ճանապարհներ փորձեցի, որոշեցի այնքան եմ փորձելու, մինչև գտնեմ իրական երջանկությունը եւ ամեն բջիջով ապրեմ դա։ Եվ տարբերակներից մեկը ակնկալիքներ չունենալն ու ամեն ինչ բաց թողնելն էր, որովհետև մեզ տառապանք է պատճառում մեր իսկ ակնկալիքները թե մարդկանցից, թե աշխարհից, թե ինքներս մեզնից։ Դրա համար, երբ ես սովորեցի բաց թողնել ամեն բան, ունենալ զրո ակնկալիք եւ դրա փոխարեն պարզապես ընդունել այն, ինչ գալիս է իմ կյանք, այդ երևույթը սկսեց լրացնել իմ ազատությանը։ Ես դարձա հետևող իմ կյանքին, ոչ թե պայքարող, հավաքագրող, ինչ-որ կյանքի տարբեր երևույթների հավաքածու ստեղծող, չէ՞ որ մենք սովոր ենք այդ թվում եւ ես սովոր էի սա ձեռք բերել, նա ձեռք բերել, այն մյուսը ձեռք բերել եւ ոչ միայն նյութական, որպեսզի ինչ-որ համապարփակ հավաքածու ունենանք, որը մեր մտքում, մեր գլխում միշտ կա, որ սա պիտի ունենալ, նա պիտի ունենալ, նա էլ պիտի ունենալ։ Ես դրանից էլ հրաժարվեցի։ Ես հրաժարվեցի այդ իմ ակնկալիքից, որ սա եւ սովորեցի պարզապես ընդունել այն, ինչ կյանքն է ինձ նվիրում եւ վայելել։ Այսինքն շատ կարևոր միտք հնչեց քո խոսքերի մեջ ու մի քանի անգամ ասեցիր, ես դրա համար շատ թանկ վճարեցի։ Ինչքան ժամանակ process-ի ընթացքում արժեքը հասկացար քո վճարած եւ ինչ կորուստներ եղան, որտեղ շատերը դա չեն հասկանում, նույնիսկ պատրաստ չեն ոչինչ վճարել իրենց սեփական աճի նոր գաղափարախոսությունների համար։ Ինչպես դու այդ կետին եկար, որ հասկացար հիմա ժամանակն է սեփական, ներդրումներ անելու եւ վճարներ անելու, ոչ թե միայն ֆինանսական, այլ ժամանակի առումով, ճիշտ է։ Ընտրությունների առումով։ Ամեն առումով, այո, եւ ֆինանսապես եւ կյանքի առումով թանկ ես վճարում ազատության համար։ Ես գոնե թե շատ թանկ վճարեցի։ Գիտեք ոնց ամենաթանկ բանը, որ ես վճարել եմ իմ ազատության համար, դա այն է, ինչի վրա ես ինքս ներդրվել էի տարիներով, հա։ Օրինակ, բիզնես, որի մեջ ես 10 տարի ներդրվել եմ։ Թվում է, թե դա իմ երրորդ երեխան է։ Ես իրեն 0-ից ծնել եմ, պատրաստել եմ, աշխատում է, բայց ես իրեն բաց թողեցի։ Շնորհակալություն հայտնեցի այդ փորձառության համար, այդ գիտելիքների համար, որ ինքը ինձ տվեց, որ ինքը շատ սիրուն կյանք ունեցավ, աշխատեց, բայց ես նրան տվեցի ազատություն, որովհետև երբ ես ճանաչեցի ինձ, ես հասկացա, որ իմ հոգին դրա մասին չի։ Այո, որ ես դրա համար չեմ։ Իսկ դա թանկ էր, որովհետև դա քո մի մասն էր։ Բաց թողնել այն, ինչ դու սարքել ես, ծանր է։ Բայց երբ որ գալիս ես գիտակցության, թե դու հանուն ինչի ես դա անում, գնում ես այդ քայլին։ Եվ նմանատիպ շատ երևույթներ կան իմ կյանքում, որոնցից ես հրաժարվել եմ հանուն իմ երջանկության, գնալով դա դառել է սովորական, եթե սկզբից դա ծանր էր տրվում, հետո
Արդեն երբ որ հասկանում ես, որ սա ավելորդ բեռ է քո կյանքում, պիտի բաց թողնես, որ դրա փոխարեն գա շատ ավելի սիրուն մի բան, որը դու դեռ չես ճանաչում, որը քոնն է, բայց քո տարածքում չէ։ Այդ ժամանակ արդեն կարողանում ես հանգիստ ստեսություն ասել, ստեսության փառատոն բացել, շնորհակալություն ստեսություն։ Շատ կարևոր ճանաչելով քեզ, տեսնելով քո աճը, ես ուզում եմ նաև մենք խոսենք այն մասին, թե դու ինչպիսի ճանապարհ ունեցար Մենաստանում, որտեղ գնալով մեր Հայաստանում նույնպես մարդիկ սկսում են ճանաչել, հա, ավելի այլ ճանապարհներ, կապը հոգու հետ, իրական հոգու հետ, այլ ոչ թե հոգևորի, որի մասին խոսում են, բայց իրականում կապ չի լինում։ Ու ինչ փորձ տվեց քեզ, ես ուզում եմ դրա մասին նույնպես խոսենք, որովհետև այդ թեման դեռ այդքան էլ բաց չի մարդկանց համար եւ ճանաչել ճշմարտությունը հնարավոր միայն այն ժամանակ, երբ որ ինքդ ես անցնում այդ ճանապարհը։ Միանշանակ սեփական ոտքով քայլել այդ ճանապարհը, միայն այդ ժամանակ դու կարող ես համարել, որ սովորեցիր։ Այո, պետք է շատ լսել, պետք է դառնալ լսողություն, ոչ թե շատ լսել, պետք է դառնալ ամբողջական լսողություն։ Լսել եւ պիտանի եւ անպիտան ինֆորմացիաներ, չէ՞ որ կարեւոր է նույնքան կարեւոր է եւ սխալը լսել, իմանալ ինչն է սխալ, ինչն է ճիշտ, որպեսզի քո սեփական ճիշտը ունենաս։ Այո, քո տարբերակը որպեսզի ծնվի։ Եվ այո, քայլել, չվախենալ քայլել, որովհետեւ գիտեք, հեշտ է լսել, այդքան էլ հեշտ չէ, բայց քայլելուց ավելի հեշտ է լսելը։ Բայց երբ որ գալիս է ժամանակը, որ դու արդեն քո բոլոր լսած ինֆորմացիաները պետք է սկսես կիրառել քո կյանքի վրա, քո հոգու վրա, դա նշանակում է փոփոխություններ, դա նշանակում է տրանսֆորմացիաներ, դա նշանակում է հրաժարվել լիքը բաներից, որ դու պինդ ամուր բռնել ես, շատերը նույնիսկ առաջի քայլից վախենում են ու չեն գնում դեպի իրենց, որովհետև ճանապարհի ավարտին իրենք են, հենց իրենք են իրենց սպասում։ Okay, սկզբում մենք լսում ենք, շատ բաներ ենք լսում։ Լսելով մենք ոչ միտեղ չենք հասնելու։ Պետք է սկսել քայլեր, փոքրիկ քայլերով գնալ հասնել դեպի ինքներս մեր հոգուն, որպեսզի մենք կարողանանք գտնել մեզ, մեր լույսը, մեր երջանկությունը։ Այս փոքրիկ քայլերը շատ վախենալու են, որովհետև իրենք նախ անսովոր են, եւ անծանոթ են, ցանկացածի քայլը նոր աշխարհ է։ Ոչ ոք չի կարող ասել, Նազելի ջան, քո առաջին քայլը սա է լինելու։ Ինչ որ մեկը կարող է քեզ ցույց տալ, որ այո, դու պետք է հասնես քո սրտին, այո, դու պետք է հասնես քո հոգուն։ Բայց թե քո առաջի քայլից հետո քեզ ինչ է սպասվում, դա դու ես բացահայտելու, դու ես ընդունելու, դու ես սովորելու։ Վերադառնում Մենաստաններին, այո, քո փորձին ինչ տվեց քեզ։ Այո, հետաքրքիր է, որ ես նշեցի Մենաստաններ արդեն, որովհետև վերջերս մի հատ հումոր է անում, ասում եմ մարդիկ գնում են 5-րդ, 6-րդ համալսարաններ սովորելու, չգիտեմ, արտերկրում, ես գնում եմ 5-րդ, 6-րդ Մենաստաններում ինքս իմ հետ մենակ մնալու, որովհետև երբ մենք ծնվում ենք, մենք ակամայից հանդիպում ենք տարատեսակ մարդկանց, սկսած մեր ծնողներից, հետո արդեն մեր շփման շրջանակը մեծանում է, դե գիտեք, արդեն հետո անկառավարելի է դառնում, բայց այդ շփումների հազարավոր, միլիոնավոր շփումների մեջտեղում մենք մոռանում ենք ամենակարևոր հանդիպումը ինքներս մեզ հետ։ Դա ոմանց մոտ գուցե գալիս է 40, 50, 60, 70 տարեկանում, ոմանց մոտ չի գալիս ընդհանրապես, տրամաբան միշտ տագնապներ, վախեր։ Իսկ Մենաստանը եղավ այն վայրը, որտեղ ես հանդիպեցի ինքս ինձ, շատ սիրեցի ինձ, հասկացա ինչ լավ անձնավորություն է, որտեղ չկար մրցակցություն, չթողեցի ինձ այդպիսին, որովհետև յուրաքանչյուրիս ներսում կա այնպիսի մի լույս,
որը ի սկզբանե բացված չի լինում մեզ համար։ Մենք որոշակի ճանապարհ պիտի անցնենք, որպեսզի կարողանանք հասնենք դրան, ընտրենք դա, գնահատենք դա։ Ես նույնիսկ գաղափար չունեի, որ կկարողանամ իմ այդ տեսակին հանդիպել Մենաստանում, որովհետև իմ այցը Մենաստան հետաքրքրական բնույթ ուներ ընդհանրապես, բայց ոչինչ չի լինում պատահական, եւ այն ինձ համար ճակատագրական դարձավ, եւ ես իմ ամբողջ գիտակից կյանքում հաջորդաբար պիտի շնորհակալ լինեմ այդ երևույթին, որ հայտնվեց իմ կյանքում։ Ես համարում եմ, որ ես բացառիկ օրնված անձնավորություն եմ, որ պատահականության սկզբունքով ես հայտնվեցի Մենաստանում։ Գտա իմ ուսուցչին այնտեղ, որտեղ չէի փնտրում։ Գտա իմ կյանքի բոլոր բանալիները, որոնք գուցեև չէի մտածում, որ կան ինչ-որտեղ, որովհետև այնպես չի, որ փակուղի էր իմ կյանքում, ես չէի տեսնում դա, բայց եկել էր պահը բացահայտելու քեզ, հանդիպելու քեզ եւ այդպես։ Եթե Մենաստանների մասին ավելի խորը պետք է բացել ինֆորմացիան ասեք։ Միանշանակ ուզում ցանկություն ունեմ նաև խոսենք այն կարևոր մեջբերումների մասին, որը որ դուք արեցիք, որտեղ որ դուք գտաք ձեզ մենակության մեջ, լռության մեջ։ Այսօր մարդիկ վախենում են մենակ մնալուց եւ մտածում են, որ մենակության մեջ իրանք ոչ ոքի պետք չեն գա։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք մեծամասնությունն են մեր երկրի կազմում, երբ որ նրանց մոտ գալիս են այդ մտքերը։ Գիտեք, ես առհասարակ խորհուրդներ տալ չեմ սիրում, որովհետև համարում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր անցնելու ճանապարհը, ոչ ոքի ես իրավունք չունեմ խորհուրդ տալ, բայց մենակության մասին եւ լռության մասին ես կարող եմ ասել հետեւյալը. ժամանակակից մարդը ունի գերխնդիր ոչինչ չանելու, լռության մեջ ինքն իր հետ մնալու։ Դա հենց այն վայրկյանն է, որ ինքը տեսնում է իրեն առանց դիմակների, առանց հագուստի, առանց ծափահարությունների, առանց ձեռքբերումների եւ ինքը փախնում է, որովհետեւ լռության մեջ մարդու մտքերը իրեն հանգիստ չեն տալիս։ Ժամանակակից մարդը տառապում է անգլերեն բառ կա overthinking-ով, հայերեն մտազբաղությամբ, գուցե աղմուկով, գլխի մեջ աղմուկով։ Եվ այն վայրկյանը, երբ որ մարդը մնում է միայնակ լռության մեջ, իր գլխի աղմուկը խժռում է իրեն պարզապես։ Իսկ մարդը պիտի սովորի դաստիարակել իր մտքերը։ Այսինքն, այդ տոտալ լռության մեջ ինքը պետք է կարողանա կառավարել իր մտքերը, որպեսզի մտքերը նույնպես լինեն լուռ։ Դա շատ կարևոր երևույթ է ժամանակակից մարդու համար, որովհետև միայն այդ լռությունն է, որ մարդուն հնարավորություն է տալիս տեսնել ինքն իրեն, հանդիպել ինքն իրեն եւ ի վերջո հասկանալ ինչ է իրեն պետք այս աշխարհից։ Միայն այդ լռությունն է բացում այդ դարպասներ, ուրիշ ոչինչ։ Եվ նույն այդ լռությունն է թույլ տալիս հասկանալ իրականում դու ինչ է ստեղծում քո կյանքում, որտեղ մտքերը ստեղծում են էմոցիաները, ճիշտ է, իսկ էմոցիաները մեր իրականությունը, արդեն ինչ որ մենք տեսնում ենք, վերապրում ենք ու սկսում մեղադրել։ Եթե անկեղծ ես մտքերին դրել եմ դարակ, ես արդեն վաղուց շարժում եմ սրտով։ Իմ գլուխը շատ փոքր է այլևս, որպեսզի ես կարողանամ նրան հետևել։ Ժամանակին շատ երկար եւ ինտենսիվ ես նրան հետևել եմ եւ շատ շնորհակալ եմ, շատ սիրուն ճանապարհ եմ անցել։ Բայց ես ունեցա խիզախություն այլևս անցնել միայն իմ սրտի դաշտ ու ինձ այդ վայրկյանից հետո արդեն հետաքրքիր չէ ինչ եմ ես մտածում, որովհետեւ շատ ներողություն, բայց այստեղ կարող է եւ զիբիլանոց լինել, աղբանոց լինել, որի համար ես չեմ ուզում պատասխանատվություն կրել, նրանց կյանքի կոչել եւ այլն։ Ես ուղիղ շփման հետ եմ իմ սրտի հետ, իմ զգացողությունների հետ եւ եթե կա որևէ հարց, որի շուրջ իմ միտքը մի բան է խոսում, սիրտը մի բան է խոսում, ես ունեմ 100% ընտրություն, դա իմ սիրտն է։
այնպես որ թե մտքերը ինչ են դառնում, խի են դառնում են իհարկե դրանք շարժիչ ուժեր են շատ մեծ, բայց մտքերը չունեն այդ իրավունքը։ Բայց երկար ժամանակ դու նույնպես ապրել ես, ճիշտ է, այդ ձևով։ Երկար ժամանակ ես ստանդարտ սցենարով ապրել եմ իհարկե 37 տարի, 35-6 մի խոսքով։ Ու շատ սիրուն ապրել եմ։ Այնպես չի որ ինչ որ բարբարոս կյանք եմ ունեցել, բայց ես ազնիվ էի այնքան, որ ընդունեի, որ այդ ստանդարտ սցենարը ինձ ոչինչ չի տալիս։ Ստանդարտ սցենարում ամեն բան կա, ինչ որ պետք է ստանդարտ սցենարը համարել հաջողված, ես այդ ամենն ունեմ եւ ավելին։ Բայց ես ունեի այդ խիզախությունը ինքս ինձ հայտարարել, որ այդ ամենը իմ ճանապարհի ավարտը չի։ Ես տեղ չեմ հասել։ Ու ես ունեի այդ խիզախությունը քայլել եւ հակառակ, փորձել եւս մեկ անգամ, փորձել 10 անգամ, այնքան միջև որ ես հասկանամ, որտեղ եմ ես։ Որտեղ կար ժամանակ, որ ես ունեի երազանք։ Ստեղծել այդ գործարար կնոջը, այդ կերպարը, որը բոլորին հայտնի է, մելանյան, բարձրակրունկներով, մշտապես, ես միշտ ասում եի կնոջը պետք է նախ լսեն, հետո նոր տեսնեն, եւ ես արդեն իսկ հասել էի այն բանին, որ իմ բարձրակրունկների ձայնից մարդիկ ճանաչում էին, որ ես գալիս եմ։ Շատ սիրուն էր ամեն ինչ։ Բայց այդ ճանապարհը շատ է արտաքին աշխարհի մասին եւ միայն արտաքին աշխարհի մասին է։ Շատ սիրուն փորձառություն տվեց ինձ, շատ սիրուն իմաստություն տվեց, շատ սիրուն գիտելիքներ տվեց, բայց ես նրան նույնպես բաց թողեցի։ Եվ կար ժամանակ, որ ես ունեի ներքին համոզմունք եւ ներքին ստրատեգիա, այսպես ասած, մարտավարություն, որ ինձ ինչ պետք է աշխարհից ես կվերցնեմ։ Ու կապ չունի դրա համար, քանի պատ է պետք կոտրել, քանի դուռ է պետք բացել, քանի ճանապարհ է պետք փոխել, ինձ ինչ պետք է աշխարհից, դա ինն է լինելու։ Ու մնում էր թե ես որոշեի ես ինչ եմ ուզում։ Բայց այստեղ մի հատ մեծ խնդիր կար։ Այդ ժամանակ ինձ ինչ է պետք աշխարհից, ինձ հուշում էր իմ միտքը։ Ոչ թե իմ սիրտը։ Ես շարժում էի մտքի թելադրանքով, ես շարժում էի այն սցենարներով, որ մանկության տարիներից ժառանգել էի, ինչպես պետք է ապրել, ինչ պետք է ունենալ եւ այլն, այո։ Եվ ինչ որ իմ գլխին փչում էր, ես դա վերցնում էի աշխարհից։ Ու ինչ վերցրեցիր 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը, 1000-ը, դու արդեն ինքդ հիվանդանում ես, որովհետեւ այլևս վասկի մեջ լինելով չկա բավարարվածություն, որովհետև դու միշտ ունես արտաքին աշխարհում ինչ-որ ձեռք բերումներ, որոնք քո հոգին չեն սնում։ Ես այլևս մտածում էի, հորինում էի ինչ-որ ցանկություններ իմ էությունից, իմ գոյությունից, ամեն ինչից մեծ, որպեսզի ես ունենամ այդ մոտիվացիան աշխարհից ինչ-որ բան վերցնելու։ Իսկ ինչ-որ մի օր ես հասկացա, ուղղակի պետք է բաց թողնել ամեն ինչ ու թույլ տալ, որ աշխարհը ինքը ուղղակի նվիրի քեզ։ Իմ լավագույն սցենարը շատ միլիոնավոր անգամներ զիջում է այն սցենարին, որը տիեզերքն է ինձ համար նախապատրաստել։ Ես այդքան հզոր չեմ, ինչքան տիեզերքը։ Փոխվեց ամեն բան։ Ես սկսեցի ապրել տիեզերքի հետ վստահության մեջ եւ այլևս ոչինչ չեմ վերցնում աշխարհից։ Շատ հաճախ նույնիսկ ինչ-որ բաներ, որ գալիս էին կյանք, ես նույնիսկ չեմ ընդունում։ Ինքս ինձ հարց եմ տալիս. դա իմ հոգուն պետք է։ Ոչ, ինչ կտա։ Իմը չէ։ Ունեմ այդ ազնվությունը, որ մեր ստանդարտ կրիտերիաներով արդեն ֆիլտր չանեմ։ Այո։ Սա քննադատություն չէ, որովհետև եթե ժամանակին ես ունենայի որևէ բիզնես առաջարկ, որը ֆինանսապես շատ շահավետ էր, ես երբեք դա չէի մերժի։ Իսկ գիտեք, ես 3 ամիս է արդեն գուցե ավել չեմ աշխատում, մինչդեռ ես կարող եմ շատ մեծ բիզնեսներ սկսել, ես կարող եմ շատ մեծ պրոյեկտներ անել, այո, բայց ես ոչինչ չեմ անում։
Ես պարզապես ինձ տվել եմ ժամանակ հասուն տարիքում, գիտակից ավելի իմաստուն տարիքում մնալ ինքս իմ հետ եւ բնության հետ։ Եվ այս ընթացքում նույնիսկ բավականին լուրջ առաջարկներ, որ գալիս են իմ կյանք, ես կանգնում եմ այդ հարցի առաջ, դա իմ հոգուն է պետք, թե իմ Մելանիա Բաբայանին է պետք, այդ կերպարին, ով կտկտում էր միշտ։ Եվ հիմա կա նույնպես բաց թողնելու շրջան, թանկ վճարելու, որը տիրապետում եմ բաց թողնելու արվեստին։ Կարծես թե իմ կարիերայի 10 տարին լրանալուց հետո կարծես թե կարիերային էլ պետք է բաց թողնել եւ գնալ ել ավելի սիրուն աշխարհ։ Այստեղ մի հատ կարևոր փաստ կա, որ ամենակարևոր դասը, որ ես իմ կյանքում սովորել եմ, որ մենք ոչինչ չենք կորցնում։ Մեզ միշտ սովորեցրել են, որ դու կորցնում ես, դու պարտվում ես։ Բայց չէ, ես պիտի բաց թողնեմ այն ամենը, ինչն արդեն սպառվել է իմ կյանքում։ Չի կարելի 40 տարիներ պահել այն ամենը իմ կյանքում, ինչը պիտի 5 տարի լիներ։ Նա ինձ իր դասը տվել է, իր ամեն ինչը տվել է, արժեքը տվել է։ Ժամանակն է ընդունել հաջորդը։ Այստեղ ամենակարևոր, որ ես սովորեցի, որ բաց թողնելը կորցնելը չէ, որովհետև երկար տանջվել եմ բաց թողնելուց, շատ բան բաց թողնելուց, իմ կերպարը, իմ ձեռքբերումները, այն ամենի ինչի հետ ես կապվածություն եմ բաց թողնելուց, տանջվել եմ, մտածել եմ կորցնում եմ, բայց բաց թողնելը։ Այս կորուստը կապված է եղել վախի հետ։ Ոչ, կապված է եղել նրա հետ, որ ես ունեցել եմ իմ մտքում պատկերացումներ, որ Մելանիան դա է, Մելանիան այդ բիզնես կերպարն է, միայն։ Բայց գալիս է մի պահ, որ ասում են Մելանիան Zen Master է։ Արդյոք հնարավոր է երբևէ մտածել, ոչ։ Այո։ Արդյոք ընդունես դա, բաց թողնես նա, իմ սիրտն ասում է այո։ Այո։ Հետաքրքիր մեջբերում արեցի, որը ես իմ հետ զուգահեռ տարա։ Իմ կյանքում նույնպես 2 անգամ տասնամյակը 1 ես փոխել եմ մի նոր, մտել եմ նոր կլինի պրոֆեսիա, նոր ընտրություն, որը սրտով եմ կատարել ու այդ անցումային этаպը անկախ ինձանից համ վախեցել եմ բաց թողնել, մտածելով ճիշտ եմ, սխալ եմ, բա որ կորցնեմ, դրա համար այդ հարցը տվեցի, կորցնելուց ելնելը, կորցնել ինչ հետ էր կապված, բայց շարունակել եմ գնալ այնտեղ, որտեղ սիրտս է ասել, բայց չհասկանալով իմն է թե իմը չի, եւ նորից հիմա նոր этаպ եմ իմ կյանքում անցնում, նորից բաց եմ թողնում նախորդ տասնամյակը, այսպես ժպիտով ասում եմ, ինքն ինձ արդեն ծառայել է, ես էլ իրեն չեմ ծառայում ու ես այնտեղ ինձ լավ չեմ զգում։ Այնտեղ ես իմ սիրտը կանգնում է, ճմրթվում է, իսկ որտեղ որ ես եմ հիմա, այնտեղ ես ազատ եմ։ Ու ցանկանում եմ ճախրել, խոսել, շարունակել, արարել, այնտեղ որտեղ հիմա ներկապային գտնվում եմ որպես life coach, հոգեբան, ընտանեկան, եւ այստեղ ինձ ավելի լավ եմ զգում։ Միլիովին համաձայն եմ քո մտքերի հետ եւ ցանկանում եմ այսպեսի նաեւ հարցի շուրջ զրուցենք, ինչպես է դա ազդում, օգնում, ոչ թե ազդում, մի փոքր շտկում անեմ, երեխաների դաստիարակության հարցում, որտեղ կարծում եմ դա միայն օգնելու է, եւ նման ձևով ինչ խորհուրդներ, արժեքներ որպես մայր կփոխանցում ես երեխաներին ամենակարևոր արժեքները, որը որ առաջ չկար։ Նշեմ, որ ես ունեմ 19-ամյա որդի եւ 16-ամյա դուստր, որը աղջիկը հրաշք է, ես տեսել եմ գեղեցկուհի։ Մերսի շատ։ Եվ նրանք շատ կարևոր առանցք են աշխարհի վրա եւ երևի միակ առանցքն են, որոնց ես բաց չեմ թողել։ Այ կար չէ, որ ես չունեմ ակնկալիքներ, բաց եմ թողել ամեն բան։ Երեխաները դեռ այն առանցքն են, ում ես բաց չեմ թողել եւ ես այս ճանապարհը չի անցնի, եթե չուզենայի իմ երեխաներին ժառանգել երջանկություն, այո, սեր եւ խաղաղություն։
երբեք չի անցնի այս դժվարությունների միջով։ Շատ ալարկոտ կլինեի։ Բայց քանի որ ես ազնվորեն ուզում եմ իմ երեխաները ճանաչեն երջանկությունը սրտում, ես շատ լուր, շատ գլուխս կախ, փոքր քայլերով անցնում եմ այս ճանապարհը։ Եվ երբ որ մենք փոխվում ենք, մեր էներգիան փոխվում է, մեր շուրջ բոլորն են փոխվում։ Նույնիսկ մարդիկ ֆիլտրվում են, այո։ Շատերը վախենում են այդ ֆիլտրից, չեն ցանկանում կորցնել։ Ոնց կլինի առանց հին ընկերներ, մանկության ընկերներ։ Նրանք դեռ նորերին չեն ճանաչում։ Այո, նրանք դեռ նորերին չեն ճանաչում, նորերը ավելի հետաքրքիր են։ Միանշանակ։ Ոչ ոքի չենք թերագնահատում, բայց ամեն վիբրացիա, երբ որ մարդն ունի, այդ վիբրացիային համապատասխան մարդիկ են իրեն շրջապատում։ Նախկինում ես ինձ շատ լավ մայր էի համարում, որովհետև իմ երեխաների հոգսերը հոգում էի, ճամփորդություններն ապահովում էի, ֆիզիկական բոլոր պահանջմունքները բավարարում էի, աշխատում էի, քանի քնած չէի, փող էի սարքում, քանի քնած չէի իրենց համար հանուն իրենց, մինչև որ ես հայտնվեցի Մենաստանում եւ հասկացա, որ ես ուզում եմ, որ իմ երեխաներին ես սեր կիսեմ։ Իսկ դրա համար նախ եւ առաջ ես պիտի իմ մեջ սեր ունենամ, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է սիրել իմ երեխաներին։ Իսկ սերը բնավ կապ չունի այդ պարտականությունների հետ։ Դա այսպես թե այնպես, ինչպես շնչելն է բնական, այդպես պետք է անել։ Ծնողը այդպես պետք է ապահովի երեխաներին։ Ու երբ որ ես հասկացա, որ ես սեր եմ անվանել այդ ամբողջ փաթեթը, գնումներ, ուսում, ճամփորդություն, ես այդ ամենը սեր եմ անվանել անգիտակցաբար, բայց դա որևէ աղերս չունի սիրո հետ, օй, ես կանգնեցի, այսինքն ես ուզում եմ իմ երեխաները շոշափեն սերը։ Ու որոշեցի կիսել նրանց հետ այդ սերը, իսկ կիսելու համար նախ պետք է ունենալ։ Սեփական շտեմարան լցնել սիրով, որպեսզի կարողանալ այն հետ կիսվել։ Սիրտդ պիտի բաց լինի, սիրտդ պիտի լույսով լցված լինի, որ դու կարողանաս կիսել քո երեխաների հետ։ Դրա համար նախ դու պետք է սիրես քեզ, ազնվորեն սիրես, եւ այս սերը նույնպես կապ չունի քեզ թանկ իրերով շրջապատելու հետ։ Այս սերը ամենաանմիջական եւ ուղիղ կապ ունի այն մտքի հետ, որ դու գնաս քո սրտի ճանապարհով, ոչ թե քո մտքի ճանապարհով։ Ինչ է ասում քո միտքը, ինչն է քո համար լավ, չէ։ Այլ ինչ է ուզում քո սիրտը քեզնից։ Այդ ժամանակ քո սիրտը կլցվի սիրով, եւ դու կարողանաս կիսել քո երեխաների հետ։ Եվ այո, ես հետևելով իմ երեխաներին, ես հասկացա, որ մենք ընտանիքով ենք տրանսֆորմացիան ապրում։ Շատ, քանի եթե մայրը փոխվում է, անհնարին է երեխաները չփոխվեն, որտեղ հայլային հարադարձն է։ Այո։ Եվ շատ սիրուն պատմություն կա, աղջիկս մի օր նստած ենք ընկերներով, իմ ընկերներից մեկը հոգսերով է կիսվում իմ աղջկա հետ, ես կողքից լսում եմ, ասում եմ, կյանքի փորձառություն է, թող ծանոթանա աշխարհին, ու սպասում եմ տեսնեմ ինչ շփում է սկսվելու, ինչ արձագանք է տալու աղջիկս այդ իրավիճակում, ինչ որ մեկը իր բախտից է բողոքում, դժգոհում եւ այլն։ Եվ ես կարծում եմ իմ հաղթանակն այնտեղ էր, որ եւ չէի սպասում, որ Մաշան ասաց մեդիտացիա արեք։ Չի հավատում։ Հենց այդտեղ իսկապես այդ հաղթանակն էր։ Ես այսօր շատ եմ տեսնում ծնողների մոտ, երբ որ իրանք ինչ-որ մի ուղղությամբ շարժվում են, իրանք երեխաներին իրանք հետ տանում են նույն ճանապարհով։ Պետք է երեխան չշարունակի իրանք ճանապարհը, թեկուզ կլինի բժիշկ դառնա, թեկուզ անպարտադիր ոնց կլինի երեխան չշարունակի իր միջև հիմա դեռ կան այդպիսի մայրեր։ Ես երբ որ հերթը հասնում եմ երեխաներին, շատ հետաքրքիր ինդիկատոր ունեմ, այսպես ասած, ֆիլտր ունեմ։ Եթե ես տեսնում եմ, որ աղջիկս հատկապես, աղջիկները էմոցիոնալ են ավելի, աղջիկս հատկապես իր մեջ ինչ որ ներվ ունի, ագրեսիա ունի,
Ասում եմ Մելանիա, մի հատ ուշքի արի, տես ինչ բաց թողում ունես քո կյանքում։ Ու ես սկսում եմ ինձ մի հատ դնել իմ առաջ ու սկսել աշխատել իմ հետ, Այսինքն իմ հետ եմ աշխատում, ոչ թե նրա։ Այո։ Եղանը մեր հայլին է։ Ցանկանում եմ շոշափենք ընկերների թեման, ընկերությունը շատ անգամ ինձ նույնպես հարց է այսպիսի միշտ հնչել, ընկերների համար պետք է անել ամեն ինչ, եթե ամեն ինչ փոխադարձ չէ, ապա դա ընկերություն չէ։ Ինչպես եք դուք այս հարցին վերաբերվում։ Ինչ ասել ընկերություն։ Ես բոլոր մարդկանց իմ հարազատներն եմ համարում։ Եվ իմ ընկերները, որոնց դուք պատկերացնում եք, որ իմ ընկերներն են, նույնչափ թանկ են ինձ համար, որքան այն անծանոթ մարդը, ով կունենա իմ ռեսուրսի կարիքը։ Ես ցանկացածի համար ներդրվում եմ ու կապ չունի ես իրեն ճանաչում թե ոչ։ Շատ անգամ լինում է այսպիսի օրինակներ, եթե տեսնում ես ընկերը դժվարության մեջ է, ապա չես օգնում, դու իր լավը չես ցանկանում։ Ինձ նույնպես եղել է շատ անգամ նման, մեղադրանքներ, երբ որ ես ասել եմ, որ եթե ցանկություն ունենան, ապա ես նոր կօգնեմ, հասկանալով ինչու ես դա չեմ անում։ Եվ ուզում եմ այդ ավելի խորը մենք բացենք, ինչու այդպես, ինչու չի կարելի մտնել, օգնել այն մարդուն, ով չի ցանկանում, որ դուրս գա այդ իրավիճակը, չէ՞ որ նա է որոշել այդ պատմության մեջ նստել, թեկուզ եւ իմ ընկերն է, նա իր ճանապարհն է անցնում, իր ճանաչման, իր փորձի, իր աճման։ Այս պարագայում սիրո դրսևորումը ոչ թե մարդուն հանել իր դժոխքից, այլ կանգնել մարդու կողքին եւ թույլ տալ, որ ինքն ապրի իր դժոխքը։ Ճակերտավոր եմ ասում։ Որովհետև մենք ինչքան փորձենք մարդուն խանգարել իր կարման ապրել, այնքան երկարելու է այդ պատմությունը։ Սա մեկ։ Երկրորդը, մենք ոչ մեկս իրավունք չունենք խառնվելու որևէ մեկի կարմային։ Մինչև ինչ որ մեկը մեզ բառացիորեն չի խնդրում, որ իրեն օգնենք, որ իր կյանքը փոխվի, մենք ոչ մեկս իրավունք չունենք ինքնուրույն որոշում կայացնել որևէ մեկի կյանքը ավելի լավը կամ ավելի վատը դարձնել։ Կամ պիտի պատրաստ լինենք վերցնել այդ մարդու կարման մեզ վրա ու չգիտեմ թե ինչ չափով եւ ինչ տեսքով։ Այո։ Այո, ցավոք սրտի Եթե ներողություն եմ խնդրում, եթե հնարավոր լինել, օրինակ, ձեր ասած իմ ընկերոջ կարման վերցնել եւ ես ապրեմ, թեթևացնեմ նրա կարման։ Գուցե չէ մարդիկ գնան այդ քայլերին, բայց այստեղ հակառակն է աշխատում։ Նա միևնույն է իր կարման ապրելու է։ Դու չես թեթևացնելու, եթե չծանրացնես, չես թեթևացնելու, բայց մի հատ էլ դու ես սկսելու նույն տառապանքով տառապել։ Այնպես որ պետք է թույլ տալ, որ յուրաքանչյուրն իր ճանապարհն անցնի եւ ոչինչ պատահական չէ։ Այդ բոլոր դժվարությունները գալիս են մարդու կյանքում, նրանք փորձառություններ են, որպեսզի իր իմաստությունը գա, որպեսզի իր լույսը բացվի։ Եվ այո, հերու չեմ գնում, իմ երեխաները նույնպես պիտի անցնեն այդ դժվարությունների միջով եւ ես պետք է այնքան իմաստուն գտնվեմ, որ նրանց չխանգարեմ դրա միջով անցնել։ Այո, ուր մնաց թե մյուսները։ Եվ այո, ես իմ ամենամտերիմ մարդկանց հերվից նստած նայում եմ ոնց են ծանր տարապում եւ ասում եմ բան չունես դիմացեք։ Այդ իհարկե ինքսինձ եմ ասում։ Ինքսինձ միանշանակ ես էլ նույն ճանապարհն եմ անցնում ու երբ որ նոր մարդու հետ ով որ դեռ չի ճանաչում ինձ նման կտրուկ ձևով ասում եմ, զարմանում եմ ինչպես դու կարող ես հանգիստ լինել, երբ որ քո հարազատը դժբախտ է։ Դու լրիվ պատասխանները տվեցիր ինչու նույն լիովին համաձայն եմ։ Նաև ուզում եմ խոսենք շատ կարևոր իրադարձության մասին, որի մասնակիցը նաև ես եղա, վերջերս մի քանի ամիս առաջ քո շնորհիվ Հայաստանում, Երևանի սրտում տեղի ունեցավ մեծ սեմինար, Կոնստանտին Սարգսյանի սեմինարը, որը քո շնորհիվ կատարածվեց, որի ներկային 1300 մարդ։ Քո հավատը, քո որոշումը, շատ մարդիկ գիտեմ, որ շատ մարդիկ ասում են հնարավոր չի, այդքան մարդ հավաքել միտեղ, դա չի ստացվի, այսինքն միևնույն է քո մոտ էլ կային խանգարողներ, այնպես չի որ ինչ որ մեկը լուսավոր է դառնում, արդեն խանգարող ոչինչ չկա, միևնույն է կար։ Ավելի շատ Ավելի շատ են լինում, բայց քո հավատը
երևի կարելի ասել նախորդ մասնագիտությունն այդ քո այդ կամքի ուժը Նախորդ կյանքից այո նախորդ կյանքից այո ճիշտ է դա նախորդ կյանքից այդ կամքի ուժը միջը վերջ գնալը նույնպես էստեղ օգնեց որ դու սկսեցիր եւ դա ի կատարածեցիր եւ արդյունքը ես ինքս շատ գոհ եմ եւ ինքը տալու է արդյունք թե Հայաստանի համար թե մարդկության համար այ ինչ քեզ տվեց ինչ ինձ տվեց նախ շնորհակալ եմ այդքան ինձ այդ ամենի կենտրոն դնելու համար ես ինձ այդքան կենտրոնը չեմ համարում այդ պատմության բայց ինչևէ որպեսզի պատկերացնեք այդ պրոյեկտի աշխատանքները նախապատրաստական տևել են 6 ամիս մարդիկ մի օր են տեսել 2 ժամ դրա համար կարևոր է նույնպես դրա մասին խոսալ որովհետեւ մարդիկ տեսնում են նույն այսբերգի վերևը ճիշտ է բայց չեն տեսնում ամբողջ process-ը որը տարել ես այո օր ու գիշեր այո ցանկացած արդյունք ունի իր այսբերգի ներքևը ինձ համար դա բացառապես հաճելի ստեղծագործական ճանապարհ է եղել դա այն ոլորտն է որտեղ ես ձուկը ջրում եմ ես երբ որ որևէ պրոյեկտ վերցնում եմ ես իրեն A-ից մինչև F տեսնում եմ եւ sold out էր այո sold out էր մենք նույնիսկ կանգնած տեղեր էինք վաճառում արդեն դժվարը վերցնելն է դա էլ դժվար չէ ուղղակի դաթարից հետո ինչ որ մի բան մտածել վերցնել անել ես կարծում եմ դա էներգիայի հարց է, որովհետև միայն գիտելիքը, միայն փորձը, միայն ուղղակի կատարելը չի կարող այդպիսի արդյունք տալ։ Դու պիտի սիրես քո աշխատանքը, քո պրոդուկտը, որը դու ներկայացնում ես մարդուն, դու պիտի հավատաս դրան, սրտով հավատաս, ոչ թե կեղծելով։ Երբ որ դու հավատում ես, ամեն բան աշխատում է։ Իսկ ես հավատում էի, իսկ ինչի էի հավատում, որովհետև ինձ համար շատ կարևոր է, որ հոգևոր թեմաները Հայաստանում շատանան։ Եվ այո, այսուհանդերձ իմ պլաններում կան ներդնել Մելանիային, որը ունի մեծ բազա գիտելիքների, փորձի, նեթվորքի, ամեն ինչի մեծ բազա ունի, վերցնել այդ ամենը եւ ներդնել հոգևոր ինֆորմացիայի տարածմանը։ Որովհետեւ ես տեսնում եմ, թե մարդիկ ինչքան ունեն դրա կարիքը։ Այո։ Ես տեսնում եմ հիմա ինչքան մարդկանց անհրաժեշտ է դա։ Եվ սա ոչ թե որպես փրկություն, ոչ։ Սա պարզապես սիրո դրսևորում։ Երբ որ քո սրտում սեր կա, ամեն տեղ դու ուզում ես սեր դառնաս։ Նույնպես հիմա բազմաթիվ բիզնես պրոյեկտներ ունենալու հնարավորություն ունենալու կողքին ես ուզում եմ ընտրեմ քայլել այս ուղղությամբ։ Ես ուզում եմ եւ հիմա էլ արդեն պրոյեկտներ կան, որ պիտի կյանքի կոչվեն նույն ուղղությամբ։ Այո։ Եվ ինձ համար կարևոր չէ ֆիքսվել մեկ խոսնակի, մեկ անձի շուրջ։ Ինձ համար կարևոր չէ, որ մարդիկ մի անձի հետևից գնան։ Ինձ համար կարևոր է, որ հոգևոր ինֆորմացիան մարդիկ լսեն եւ ֆիլտրեն։ Ամեն մեկը ֆիլտրի իր համար։ Այո։ Մելանիայից կարելի է սովորել օրինակ նրա խոսքի 20% հետ համաձայն լինել, 80-ի հետ համաձայն չլինել։ Բայց վերցնել այն ինչ քոնն է։ Իհարկե։ Եվ ինչ քո սրտին է ավելի հասանելի։ Եվ ինձ համար շատ կարևոր է, որ շատ լինի, հասանելի լինի ու լինի ի վերջո։ Եվ ինձ համար իրականում հաղթանակ էր անել այդ միջոցառումը Արամ Խաչատրյանում եւ ոչ թե ինչ որ ավելի համեստ վայրում, անել 1300 հոգով, որպեսզի ես կարողանամ մարդկանց ասել, որ այո, հոգևոր ինֆորմացիան նույնպես պետք է այսպես ներկայացվի եւ այսպես վայելենք։ Այո։ Ինձ համար դա իրոք տոն էր։
Այսպես, հուսով եմ շարունակություն կապրի դա։ Ամենակարևորը նաև դու գիտես վայելել եւ ընդունել այդ process-ը, որովհետեւ շատերը տեսնում ենք այլ մարդկանց մասին, մասնագետների մի պրոյեկտից մյուս պրոյեկտն են գնում մի անգամի, ճիշտ է, չավարտած, իսկ դու վայելում ես քեզ, վայելում ես այդ ամենը, ինչը դու արել ես։ Ես քո մեջ դա եմ տեսնում գնահատում ու ինքս երկար ժամանակ սովորել եմ այդ դանդաղելու process-ին, չշտապելու, որը շատ կարևոր է։ Դանդաղ, հանգիստ, վստահել աշխարհին, կյանքին եւ շարժվել միայն սեփական սիրուց ելնելով։ Դա շատ կարևոր է։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ քո ժամանակը նվիրեցիր այս փոքրիկ անկյունում լինելու եկար եւ այսպիսի գեղեցիկ ինֆորմացիա տվեցիր թե ինձ քո էներգիան փոխանցեցիր, ինձ թվում է մեր լսարանը նույնպես կլիցքավորվի քո էներգիայով, ինչպես կարող են քեզ մոտ գալ, ստանալ քեզնից նույնպես էներգիա, դրա մասին նույնպես խոսենք, որտեղ չեմ կարծում, որ դու պետքա լինես թաքնված, արդեն Zen Master-ը այլևս պետքա լինի հասանելի եւ ինչպես Մելանիային գտնեն, իհարկե սոցցանցերը ես կտեղադրեմ, կարող եք հետևել նաև Մելանիային, բայց որտեղ կան, որտեղ վայելեն, ես գիտեմ, որ մեդիտացիաներ ես անցկացնում նույն օրը, նույն ժամին, այդ դրա մասին երկու բառով։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Ինձ համար միշտ տոն է խոսելը։ Նախքին, եթե ինձ ասեին, որ դու երբևէ 3 րոպեից ավել խոսես, միանվագ, ես չի հավատա, որովհետև ինձ համար խոսելը ամենաբարձն էր։ Ես կարող եի ամենաբարձ պրոյեկտները նախագծել, իրագործել, բայց չէ կարող խոսել։ Ես հիմա կարող եմ ժամերով խոսել։ Ու ինձ համար շատ մեծ տոն է, որ ինձ լսող կա։ Շատ լավ ասացիր, լսող կա, այլ ոչ թե ուղղակի լսարան, այլ լսող հասնող։ Մենք արդեն գիտես տարիներ են մեդիտացիաներ ենք անում, լուր, մեզ համար հավաքված ամեն շաբաթ օր 11:11-ին մենք հավաքվում ենք մեդիտացիաներ ենք անում։ Էլի էջերը կարող ես տեղադրել, կգտնեն մարդիկ, բայց հիմա այս իմ լռությունը, այս իմ դադարը, այսպես ասած, ես նվիրել եմ այդ ամենը էլ ավելի ընդլայնված դարձնելու համար, ավելի մատչելի դարձնելու համար։ Քանի որ Zen մեդիտացիան ինքը հոգևոր բոլոր պրակտիկաների գագաթն է, այսպես ասած, ես միշտ Zen մեդիտացիա եմ դասավանդել, Zen մեդիտացիա եմ սովորեցրել ու իմ փորձը ցույց է տալիս, որ այս աստիճանները նույնպես պետք է սկսել սովորեցնել, մինչև հասնենք Zen մեդիտացիայի։ Նախկինում ես մտածում էի, եթե որևէ մեկը կարիք ունի, շատ սիրուն մասնագետներ կան, թող սովորեն քայլերը, այլ մեդիտացիաների տեսակներ, յոգա եւ այլն։ Հետո հանդիպենք իրար, ոչ թե նրա համար, որ օյ ես ամենաբարձր կետում եմ, պարզապես իմ զբաղվածությունը ինձ թույլ չէր տալիս։ Հիմա քանի ունեմ այդ ժամանակը, մեծ սիրով կազմում եմ ծրագիր, ինչպես մարդը հասնի իր հոգուն, որովհետև ես շատ ծանր տեսնում եմ, ինչպես դա մարդկանց պակասում է։ Ու հիմա այդ ծրագրի, այսպես ասած, ծնվելու վրա եմ աշխատում, ու մենք շաբաթ օրերին նույնպես նախկինում էր մեդիտացիաներ 1 ժամ էր տևում, հիմա 2 ժամ է տևում, որովհետև այդ ծրագրից մասեր են ավելացել այդտեղ։ Այսպես, եթե որևէ մեկը կուզի մեդիտացիաներ, որևէ մեկը կուզի հոգևոր ինֆորմացիա, ես միշտ մեծ սիրով պատրաստ եմ մարդկանց գրկաբաց ընդունել, որովհետև ժամանակին ինձ համար շատ կարևոր է եղել, որ ինչ-որ մեկը որևէ փոքրիկ ինֆորմացիայով ին ձեռքը բռնած 1 քայլ առաջ տանի ինձ։ Հիմա, եթե ինչ-որ մեկը դրա կարիք կունենա, ես կամ մեծ սիրով պատրաստ եմ։ Շնորհակալություն Մելանիա, չեմ ցանկանում քեզ բաց թողնել մեր գեղեցիկ տաղավարից առանց նվերների եւ այսօր ուզում եմ քեզ նվիրել երկնքից հեքիաթ, որը որ քեզ համար պատրաստել է մեր Մոմելինի կողմից, այս գեղեցիկ նվերները ուզում եմ քեզ հետ միասին բացենք։ Բուրավետ, էկոլոգիապես մաքուր, ամպիկներ երկնքից քո հագուստին համապատասխան։ Մեր հայկական ծիրանը,
որի նույնպես հեղինակը մեր Մոմելինի հիմնադիրն է Լիաննան եւ նրա առաջին հեղինակային Ձեռնոցը։ զվարթնոցը արդեն ծանոթ եք ես, Այո։ որ տունը դու նույնպես ունենաս քո զվարթնոցը իր գույներով սիմվոլիկ եւ իհարկե այսպեսի գեղեցիկ արոմա հոտեր տան համար, որպեսզի վայելես Իմ տանը միշտ մոմեր վարվում են միշտ ամեն օր, երեկո, ցերեկ կապ չունի եւ իմ ընտանիքն է արդեն մոմասեր, բայց ես օրինակ ուզում եմ հասկանալ ինչ խղճով պետք է այս մոմը վառել օրինակ։ Ես նույնպես մեկ հատ ունեմ զվարթնոց, պահել չեմ կարողանում վառել, ասում եմ կարևոր իր հոտը տարածվի ու իսկապես չի էլ կորում, միշտ մնայուն է։ Ամպիկները շատ սիրեցի, երևի շատ շնորհակալ եմ Մոմելինին, շատ սիրում եմ, ինձ արդեն եւս մեկ անգամ բաժին հասել է վայելել այդ մոմը ու կուզեմ ամպիկների մասին խոսել, օրերից մի օր շատ սիրուն միտք էի գրել ու երևի սա իմ ամփոփիչ միտքը կլինի, որին ես ինքս սիրահարվեցի իմ մտքին ու այն հետեւյալն է։ Գրել էի. մի օր ինձ կյանքն ասաց, որ սիրահարվել է ինձ, իսկ ես նրան պատմեցի, որ ինձ երկինքն է սազում։ Այնպես որ սա Բառ օրինակ քո երկինքն է եւ սա նշան, որ դու ճիշտ ճանապարհին ես, որտեղ ամպիկները քեզ հետ են։ Այո, շնորհակալ եմ։ Շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ դիտեցին մինչև վերջ, կհանդիպենք մեր մյուս հաղորդմանը։